դատելով որոշակի ենթադրություններ, կասկածներ արտահայտել։ Տեսեք, ինքը պրոցեսը ամբողջապես հակաիրավական է։ Հակաիրավական պրոցեսը իրավական լուծում չի կարող ունենալ, որովհետև արդեն իսկ այն ամենը, ինչ որ կատարվում է եկեղեցու դեմ, իրավականության ժխտում է, իրավաբանության ժխտումն է։ Ես այստեղ իրավական լուծում չեմ տեսնում։ Սա ուղղակի ակնհայտ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված գործողությունների շարք է եւ դրան իրավունքով հակադրվելը կարող է որոշակի ինչ-որ արդյունքներ ունենա, բայց ամբողջապես չի պարատելու մեր մտահոգությունները։ Այստեղ խնդիրը ոչ իրավական առումով, ոչ կանոնական առումով, ոչ եկեղեցաբանական առումով որևէ ձևով արդարացված չէ քաղաքական կամ արտաքին որևէ ուժի միջամտությունը եկեղեցու կյանքից ներս։ Որ պահից սկսված եկեղեցում գործընթացները իրականացվեն արտաքին ճնշումների ազդեցության ներքո, այդ պահից սկսված եկեղեցին դադարում է մնալ իր առաքելության մեջ, որովհետև դա դառնում է սպասարկող արտաքին օրակարգերի եւ արտաքին ճնշումների։ Հանգուցալուծումը գիտեք ինչ, մեր եկեղեցին հիմա վերադառնամ պատմությանը, չասեք, որ վերադարձավ պատմությանը, այսպիսի հալածանքներ, արշավներ տեսել է։ Լուծումը դիմանալն է, դիմադրելն է եւ համբերատարությամբ զինվելն է։ Եվ օգտագործել խելամտորեն այն գործիքակազմերը, որոնք որ կան։ Իհարկե նաեւ դա հավատավոր ժողովրդի, հանրության աջակցությամբ եւ ակտիվ ներգրավվածությամբ։ Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ, որ ասեմ այսա անենք, այսա անենք, այսա անենք, սա գլոբալ խնդիր է, միայն եկեղեցու դեմ իրականացվող արշավի խնդիր չէ։ Հիմա վերջին 5-6 տարում համենայն դեպս պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար ինչ լուծումներ ենք տեսնում, ինչ այլընտրանքներ ունենք, ինչ մոտեցումներ ունենք։ Մենք պետք է ստիպված լինենք նաեւ այս հարցերին պատասխանել։ Եթե մենք այս հարցերին պատասխաններ չենք գտել, լոկալ եկեղեցու դեմ իրականացվող հարցերի հարձակումների դեմ պատասխանները կդժվարանան գտնել։ Լուծումը մեկն է։ Քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոն ավարել, մեր երկրում պետք է շարունակի ներքին պառակտումը, մեր երկրում շարունակվելու է անհամերաշխությունը, արտաքին սպառնալիքների աճը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվության կորուստը։ Լուծումը այս իշխանություններից, այս իշխանությունների օրակարգից հրաժարումն է։ Օրինական, սահմանադրական, ոչ բռնի, սա էլ շեշտեմ, ոչ բռնի ճանապարհներով։ Սա էլ շեշտեմ
որ իրանց այդ հաճույքը չպաճառեմ հաջորդ քրեական գործնել է թիմքով Հարություն։ Միջազգային կառույցների ներկայացուցիչներին իհարկե առիթներ եղել են, ներկայացվել են, բայց ես չեմ կարծում, որ միջազգային կառույցներն ու ներկայացուցչությունները, եթե ցանկություն ունեն ակնհայտ հակաիրավական, հակասահմանադրական գործողություններին գնահատական տալու կարիք ունեն ինչ-որ մասնավոր ներկայացումների։ Երբ որ մարդիկ 16-17 թվականներին ասֆալտներին պառկում էին, կառավարության շենքի առաջ պաշտոնյաների դեմքին թքում էին կամ հարվածում էին կամ պաշտոնյաների նկատմամբ անարգալից վերաբերմունք էին ունենում, ոչ մի միջազգային կազմակերպություն չէր սպասում, որ իրենց դիմեն։ Իրենք ուղղակի գլխապատառ նետվում էին այդ մարդկանց իրավունքները իբրև թե պաշտպանելու։ Իսկ ուր են այսօր այդ մարդիկ։ Երբ որ եռաբլուրում ուրեմն ծեծում են զոհվածների ծնողներ, երբ որ կանանց են խոշտանգում, երբ որ կանանց են ծեծում, ուղղակի եթե Իրեն,